Քրիստոնյային կարելի է խոզի միս ուտել։ Շատերը այսօր հարցնում են. եթե Աստված 5 կտակարանում արգելեց խոզի միսը, արդյոք քրիստոնյաներին թույլատրելի է այն ուտել։ Սա ոչ միայն սննդի հարց է, այլ նաև աստվածաշնչյան աշխարհայացքի եւ փրկության պատմության խորքային հարց։ Որտեղից առաջացավ արգելքը, ինչու էր այն անհրաժեշտ եւ ինչու է այն նոր ուխտում չեղարկվել։ Այս տեսանյութում կքննարկենք, թե ինչու էր 5 կտակարանում արգելված խոզի միսը, ինչպես են դա մեկնաբանել եկեղեցու հայրերն ու ժամանակակից քրիստոնյա գիտնականները, եւ ի վերջո, ինչու է նոր կտակարանը հստակ հաստատում, որ քրիստոնյաներն այլևս սննդի արգելքների տակ չեն գտնվում։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ 5 կտակարանում Աստված հստակ արգելում է իսրայելացիներին խոզի միս ուտել։ Իսկ խոզը, որ թեև թաթահերձ կճղակավոր է, սակայն չի որջում, այն նույնպես ձեզ համար թողանմաքուր լինի։ Դրանց միսը մի կերեք եւ սատկած մարմիններին մի դիպչեք, որովհետեւ դրանք ձեզ համար անմաքուր են։ Հրեական ավանդության եւ աստվածաբանական մեկնությանը համաձայն այս օրենքը ուներ սրբության եւ տարբերության խորհրդանշային նպատակ։ Աստված հրեաներին կանչեց առանձնանալու հեթանոսական ժողովուրդներից, որոնց պաշտամունքներում խոզը հաճախ սրբազան էր համարվում։ Այսպիսով, արգելքը ոչ թե հիգիենիկ էր կամ պատժի ձև, այլ խորհրդանշական տարբերություն Աստծուն պատկանող ժողովրդի եւ աշխարհիկ ազգերի միջև։ Աստված արգելեց ոչ թե միսը որպես նյութ, այլ այն սովորությունները, որոնք դրան ուղեկցում էին՝ կենդանապաշտություն, զոհաբերում եւ կուռքերին ընծա։ Հովհան Ոսկեբերյան։ Հրեաներին տրված օրենքները մարմնավոր էին, ցույց տալու համար հոգևոր ճշմարտությունները։ Անմաքուր կենդանիներն առնվազն խորհրդանշում էին անօրեն վարքագիծը։ Երբ եկավ խոսքը Քրիստոսը, նա մաքրեց մարդուն իսկական աղբյուրից, իր ներսից։ Իրինեոս Լիոնացի։ Այսինքն հին օրենքը մարգարեական նախապատրաստություն էր, ոչ թե հավերժական կանոն։ Քրիստոսը եկավ ոչ թե փոխելու սնունդը, այլ մարդուն, ներսից մաքրելով այն, ինչը պղծում է։ Ուստի ով ապրում է Սուրբ Հոգով, այլևս ոչ մի անսուրբ բան չունի։ Աթանաս Ալեքսանդրիացի։ Հին օրենքի սննդային տարբերությունները ուսուցանում են բարոյական մաքրություն։ Երբ եկավ նոր օրենքը, սերը, այն վերացրեց արտաքին բաժանումները։ Հովհան Ոսկեբերյան։ Տեսնում էր երկինքը բացված եւ 4 ծայրերից կախված անօթանման մի մեծ սփռոց, որ իջավ նստեց երկրի վրա։ Նրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները, եւ ահա նրան մի ձայն ասավ. «Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր»։ Պետրոսը պատասխանեց. «Քավ լիցի Տեր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»։ Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի համարիր»։ Պետրոսի տեսիլքը ցույց է տալիս, որ հին ուխտի ծիսական բաժանումներն ու սահմանափակումները ավարտվել են։ Աստծո փրկությունը տարածում է ոչ միայն հրեաների, այլ բոլոր ազգերի վրա։ Սննդի մաքրությունն այլևս չի որոշում արտաքին կանոններով, այլ մարդու սրտի մաքրությամբ։ Հիսուս Քրիստոսը հենց ինքը ասել է. «Որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ այն, ինչ որ նրանից է դուրս ելնում, այն է պղծում մարդուն»։ Ժամանակակից քրիստոնյա հետազոտողները շեշտում են, որ հին ուխտի սննդային օրենքները կապված են ժողովրդի ազգային եւ ծիսական ինքնության հետ, բայց նոր ուխտում Հիսուս Քրիստոսը հաստատեց հոգևոր ինքնությունը հավատով, այլ ոչ թե սննդով։ Արդյունքում բոլոր նյութական բաները նորմալ են եւ մաքուր, եթե ընդունվում են գոհությամբ։ Աստծո ամեն արարած բարի է եւ ոչինչ մերժելի չէ, եթե գոհությամբ է ընդունվում։ Ամփոփելով, խոզի միսն արգելված էր հին ուխտում որպես խորհրդանշական սահման, ոչ թե որպես մեղք։ Քրիստոսի գալուստով այդ ծիսական օրենքները կատարվեցին եւ ավարտվեցին։ Նոր կտակարանը հստակ ասում է. «Ինչը Աստված մաքրել է, դու պիղծ մի համարիր»։ Եկեղեցու հայրերը եւ ժամանակակից հետազոտողները այս հարցում միաձայն են. քրիստոնյան ազատ է ուտելու ամեն բան, եթե դա չի հակասում սրտի մաքրությանը եւ խղճին։